Սիրելի ժողովուրդ, այսօր դավաճանություն է տեղի ունենում։ Տեսնում ենք, որ շինծու մեղադրանքներով մեր սրբազաններն են կալանավորվում։ Հարձակվել են մեր առաքելական Սուրբ եկեղեցու վրա։ Բազմաթիվ հանրային գործիչներ, որոնք անմեղ են, գտնվում են կալանավայրերում։ Մայր Հայաստանը դատապարտում է այս թրքամետ քաղաքականությունը։ Ամոթալի է, որ Նիկոլ Փաշինյանի այս արշավին են միացել որոշ, կարելի է ասել, իբրև հոգևորականներ։ Նրանք անգամ ակնորականչին չեն սպասել, որպեսզի իրենց դավաճանական գործողություններով աչքի ընկնեն։ Եվ նրանք հավասարապես կիսում են այս թրքամետ քաղաքականության, հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա հարձակման և դավաճանական քայլերի ողջ պատասխանատվությունը։ Մենք կոչ ենք անում, որպեսզի մեր բոլոր քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, յուրաքանչյուրը իր տեղում իր ակտիվությունը ցուցաբերի և մերժի այս իշխանության դավաճանական քայլերը։ Յուրաքանչյուրս մեր տեղում մեր խաչը պիտի կրենք, որպեսզի վաղը իրար երեսի նայելուց չամաչենք։ Այս ամենը, սիրելի քաղաքացիներ, անցնելու է գնա։ Մարդ մնալն է մնալու։ Եվ մենք այսօր սատարում ենք մեր բոլոր սրբազաններին, ովքեր ապօրինաբար և շինծու մեղադրանքներով կալանավայրում են, մենք սատարում ենք մեր հանրային անմեղ գործիչներին, ովքեր կալանավայրում են, և դատապարտում ենք նրանց դեմ իրականացվող այս դավաճանական գործողությունները, Հայաստանում տեղի ունեցող թրքամետ քաղաքականությունը։ Ամոթ նրանց դավաճանածներին։ Ամոթ, 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 ամոթ։ Խոսքը փոխանցում եմ Դերենիկ Մալխասյանին։